Բարի առավոտ հարգելի հեռուստադիտող, հերթական հանգստյան կիրակին մեկնարկեց, մենք այդ մեկնարկը սկսում ենք աշխատանքով, դուք էլ սկսում եք ձեր հանգստով եւ դիտելով մեր հետաքրքիր եւ ինֆորմատիվ հարցազրույցները։ Այսօր օրը սկսելու ենք շատ հետաքրքիր հյուրերի հետ եւ խոստանում ենք նրանց հետ միասին ինֆորմատիվ հարցազրույց։ Տաղավարում են թատրոն 8-ի համահիմնադիր դերասանուհի Ժաննա Հովակիմյանը, ողջունում եմ ձեզ, եւ նույն թատրոնի PR մենեջեր Էդիտա Սարգսյանը, ողջույն։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում եւ քանի որ Կիրակի առավոտ է, շատերը սիրում են Կիրակին օգտագործել երկար քնելու համար։ Մի քիչ պատմեք դուք ինչպես եք ձեր Կիրակիները սկսում եւ արդյոք դրանք հանգստի մասին է։ Իրականում չէ, վաղուց արդեն իմ Կիրակի նման չէ։ Եվ ես այդպես միշտ եւ մտքերով եմ քնում, մտքերով արթնանում եմ, միշտ գործնական եմ, երազում եմ հանգստի մասին։ Այսօր էլ էստեղ եմ։ Այո, այնպես է միայն մտածում եք, բայց գործում եք Կիրակի օրերին։ Շաբաթ Կիրակի չճանաչող ամեն դեպքում հանգստի։ Հա, ցավոք սրտի։ Դուք Էդիտա սիրում եք հանգստանալ Կիրակի օրերին։ Ես սիրում եմ երկար քնել, բայց վերջերս միշտ շաբաթ Կիրակիները աշխատանքային են ստացվում։ Այո։ Դա լավ է, ես կարծում եմ, որովհետև նամանավանդ այն դեպքում, երբ աշխատանքը սիրելի է, իսկ մենք այն թեմայից, որը որ կխոսենք, վստահաբար սիրելի աշխատանք է եւ արժի դրա հետ նաեւ շաբաթ Կիրակին օգտագործել, կորցնել, այո։ Խոսելու ենք թատրոն 8-ի ընդհանուր գործունեության մասին, մի քիչ ես ինձ իրավունք պահելով այսպես փորփրել եմ ու հասկացել եմ, որ ինքը ստեղծագործական այնպիսի հարթակ է, որը որ ստեղծագործելու ազատություն է տալիս բեմադրիչներին, առհասարակ թատրոնի դերասաններին, ինչպես առաջացավ հենց այդ միտքը ազատություն տալու դերասաններին, խոսելու եւ ներկայացնելու այն, ինչը որ երբեմն այսպես վանդակների ներսում է մնում։ Ես երևի թե այդպես ձևակերպում չէի անի։ Ընդհանրապես թատրոն 8-ը ծնվել է երկու խենթ աղջկա, այդպես ցանկության, ինչ ասեմ, դրդմամբ։ Եթե չլինեին այդ երիտասարդ տարիները, երևի չէր լինի թատրոն 8-ը։ Ես շատ սիրում եմ այդ տարիները։ Ես շատ շնորհակալ եմ Մարիաննա Եղիազարյանին, ինչու՞ չէ նաև ինձ, երիտասարդ տարիքում։ Տակտիկներից մեկը դուք էիք։ Այո, իհարկե, եւ երբ որ մենք ավարտեցինք թատերական ինստիտուտը եւ մի պահ եկավ, շատ կարճ ժամանակահատված անց մենք որոշեցինք, որ մենք ուզում ենք լինել ազատ, մենք չենք ուզում աշխատել որևէ պետական թատրոնում, ամենայն հարգանքով, յուրաքանչյուր թատրոնի, բայց այդպես մենք ուզում ենք շրջագայել, մենք ուզում ենք համագործակցել տարբեր ռեժիսորների հետ, դերասանների հետ եւ ազատությունը այդտեղ մենք փորձեցինք գտնել, ռեպերտուարի մեջ էինք փորձում գտնել, տարբեր հարթակներում էինք խաղում, ազատությունը դրա մասին էր, նաև ներքին հոգու ազատության մասին էր, որ այդպես կապանքների մեջ չէինք ուզում ստեղծագործել, Փառք Աստծո ստացվեց եւ շնորհակալ եմ իսկապես այդ երիտասարդ տարիներին։ Միանշանակ, մանավանդ սովորելուց հետո միշտ այն պահը, երբ ավարտում ես, գալիս է ցանկությունը ազատ լինելու եւ այն մտքերն ամանավանդ դերասանների դեպքում ազատորեն դուրս բերելու եւ թատրոն 8-ի շրջանակներում դա տեղի ունեցավ։ Մի բան եմ ուզում ավելացնել, ես ինչու նշեցի երիտասարդ տարիները, հա, որովհետեւ եթե ես հիմա լինեի ու այդ ճանապարհը, հա, այդ որը մենք անցել ենք բավականին դժվարին ճանապարհը, եթե չլիներ այդ ներքին պորտկումը, ցանկությունը, սերը, չվախենալը, այդ երիտասարդների ամենահրաշալի ինչ ասեմ, որակավորում տվեք, ինչն է դա։ Պորտկումն է, այսպես ազատության ցանկությունն է, իսկ երբ որ արդեն ես բավականին տարիքով, հա, այդպես անցել եմ այդ երիտասարդության այդ շրջանը ու այդ դժվարությունները տեսել եմ, այ հիմա գուցե այստեղով մտածեի ոչ թե սրտով ու այդ համարձակությունը չունենայի։ Իհարկե չեմ փոշմանում, միանշանակ չեմ փոշմանում։ Ես շատ ուրախ եմ եւ հենց շնորհակալությունս դրան էր ուղղված։ Այո, երիտասարդության տարիներին բնորոշ են քայլերը, որոնք որ մեծ տարիքում, երբ մտածում ես, որ դու դա արել ես, զարմանում ես քո վրա, թե ինչպես ես դա արել, մանավանդ այն դժվարությունները, որոնց միջով անցել եք։ Ինչպես ստեղծվեց թատրոն 8-ը, ինչպես այդ ազատության ցանկությունը տեսականից գործնականորեն դարձավ թատրոն 8-ի տեսքով եւ ինչպես ստեղծվեց այն, ինչ որ հիմա կա։ Գիտեք, մինչ անուն ստանալը, ես եւ Մարիաննան որոշեցինք, որ պետք է մենք որևէ մի բեմադրիչի, այդպես առաջարկ անենք մեզ հետ ինչ որ մի բան բեմադրելու։ Եվ մեր առաջին ներկայացումը եղավ Ժան Ժենեի Աղախիններ ներկայացումը,
մենք շատ շրջագայել ենք, մրցանակներ ենք ունեցել, շատ հետաքրքիր եւ սիրուն կյանք ապրել աղախինները։ Դա մեր առաջին ներկայացումն էր։ Հետո արդեն երկրորդը, երրորդը, չորրորդը այդպես, հա, այդպես եւ տարբեր բեմադրիչներ էին, թեպետ Սուրեն Շահվերդյանի հետ երկու ներկայացում ենք բեմականացրել։ Երկրորդ ներկայացումը դա ես գինեմ ներկայացումն է, իդեպ առ այսօր երևի թե 12 տարի կլինի, որ մենք խաղում ենք այդ ներկայացումը, շուտով կանդրադառնանք նաև մեր մայիսյան խաղացանկին, արդեն մայիսն է, եւ մենք ունենք ներկայացումներ, որի մասին կուզենայինք տեղեկացնել հանդիսատեսին, հեռուստադիտողին այս դեպքում։ Եվ էդիտային անդրադառնալով, այ դուք ինչ կպատմեք թատրոնոթի մասին եւ PR մենեջերը ինչպես կներկայացնի այն, ինչը որ ինչ որ չափով ղեկավարում է հաղորդակցության բաժնում արդեն։ Ես թատրոնին համեմատաբար վերջերս եմ միացել եւ թատրոնին ինձ համար շատ յուրահատուկ էր, որովհետեւ առաջին քայլն էր, որ սկսեցի գնալ եւ դիտել ներկայացումները, որպեսզի հասկանանք, թե ինչի այդ գործում ենք։ Դուք հանդիսատեսից եք վերածվել աշխատակցի, կարելի ասել։ Հա, ես սկզբից գնացի որպես հանդիսատես, որ հետո հասկանանք, թե ինչպիսին է թատրոնը, ես ինձ համար առաջինը հասկանամ եւ որպեսզի կարողանանք դա նաեւ հանդիսատեսին կոմունիկացնել։ Եվ ես շատ զարմացած էի, որովհետև շատ յուրահատուկ էր ներկայացումները, շատ տարբերվում էր նրանից, ինչ ես արդեն տեսել էի, իսկ ես շատ թատերասեր եմ, եւ թատրոններ շատ էի գնացել ու երբ տեսա, շատ կտրուկ զգացի ոճային տարբերություն, որին եւ նպաստում է ներկայացման ռեժիսորը, մեր մի քանի ներկայացումների ռեժիսոր Վլադիմիր Տարասյանցը, որը շատ յուրահատուկ ձեռագիր ունի։ Եվ գրավեց ձեզ թատրոնը։ Եվ ինձ գրավեց, այո, շատ իր յուրահատուկ ձեռագրով, յուրահատուկ սյուժետային գծերով։ Եվ միացակ թիմին։ Եվ միացած թիմին։ Այո, ես շատ ուրախ եմ դրա համար, իդեպ շատ փայլող աչքեր են, զգացվեց, զգացվեց։ Եվ քանի որ երկու խենթ աղջկա գաղափար էր, բայց թատրոն 8 եք անվանել։ Հիմա այդ 8-ը մարդկանց թիվ է, թե մեկ այլ ուրիշ բան է, ուզում եմ այդ խորհրդանիշի մասին խոսել։ Գիտեք, եթե պարզ այդպես ասեմ, ապա շատ գեղեցիկ թիվ է։ Այո, շատ հաջողակ թիվ է, հաջողություն, հա, հաջողակ, այդպես եւ անվերջություն, բայց իրականում այն էներգետիկան է, որը փոխանցվում է դերասանից դեպի հանդիսատես, մենք այդ միտումը դրեցինք 8 թվանշանի մեջ եւ այդպես փորձեցինք աշխատել։ Էդիտան արդեն իսկ ասաց, որ իր տեսած ներկայացումները բավականին տարբերվող էին եւ դա Վլադիմիր Տարասյանցի ձեռագիրն էր, ես կուզենամ անդրադառնալ նաև դրան, որովհետև ես մինչ այդ պատմեցի, հա, մեր այդ խենթության շրջանը, բայց երբ որ ես մի քանի տարի առաջ պատահաբար ասեմ, թե կարծում եմ ճակատագիր այստեղ շատ մեծ դեր խաղաց իմ կյանքում, ես հանդիպեցի Վլադիմիր Տարասյանցին։ Նա եկել էր այստեղ, մաստեր կլաս էր այդպես վարում եւ ես մասնակցում էի։ Արդեն 10 օր անց ես հասկացա, որ ես պիտի ուղակի այդպես, չգիտեմ ինչ ասեմ, համագործակցություն, բայց ինչ որ մի բան էր պետք անել։ Ես չէի կարող այդպես թողնել, որ թողնի ու գնա։ Հա, որտեղ Վլադիմիրը ինձ համար դա մի ուրիշ տեսակ է, անբացատրելի տեսակ է։ Ես իրեն համարում եմ իմ վարպետը եւ շատ ուրախ եմ, որ ես ինչ որ մի տարիքից արդեն իսկ բավականին ճանապարհ անցած տարիքում ես կարողացա գտնել իմ վարպետին։ Ես շատ շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ իր առջեւ։ Եվ ստացվեց համագործակցությունը։ Այո։ Առաջին ներկայացումը դա քույրեր ներկայացումն էր, որը մենք արեցինք եւ մեր խաղացանկում կա։ Որ թվականի մասին է խոսքը ժամանակ։ Որ թվականին, ոնց որ հեռավոր։ Չէ, երևի 2-3 տարի, 2 տարի, հա, այդպես, 2022-23 թվականների մասին է խոսքը, այո։ Եվ վերջերս տարի անգամ չկա, հոկտեմբերին 2024 թվականին եղավ Էդիպ ներկայացման պրեմիերան, որի գլխավոր դերերում ես եմ, քանի որ այն մոնո ներկայացում է։ Այո, եւ համահիմնադիր եւ դերասանուհի, այսպես կարելի է ասել։ Այդպես է ստացվում, հա։ Կարևորը լավ է ստացվում այս։ Եվ մեր մյուս սպասելիք, լավ, դրա մասին կխոսենք։ Կարող եք խոսել այո խաղացանկի մասին։ Ստացվում է, որ ռեժիսորի հետ տեսականում այն ինչ պատկերացրել եք, նա օգնեց ձեզ գործնականում իրագործել եւ նաեւ խոսում եք, որ շատ առանձնահատուկ մոտեցումներ կային։ Թատրոն 8-ը մնացած թատրոններից, եթե պետականն էլ մի կողմ դնենք, ինչով է տարբերվում եւ ինչ անհատական ձեռագիր ունի, որ այսպես հանդիսատեսը միանգամից հիշում է, երբ թատրոն 8-ը մտքին է գալիս։
Գիտեք, իրականում այստեղ իսկապես դերը Վլադիմիրի շատ մեծ է, որովհետև նյութերը ինքն է ընտրում մեծամասամբ, հա, այն ինչ հիմա ինչ որ բեմադրվել է, իր առաջարկն է եղել եւ մենք ընդառաջ ենք գնացել, քանի որ կա նաեւ ընդհանուր, երբ որ մարդիկ գաղափարակիցներ են եւ վստահում են իրար եւ այն հանճարեղ դրամատուրգներին, որին առաջարկում է, հա, Վլադիմիրը, ուղակի չհամաձայնել, ուղակի դու պիտի խենթ լինես։ Վատ իմաստով փայլուն գաղափարներ վատ իմաստով խենթ։ Որովհետև երբ որ մենք գործ ունենք քույրեր ներկայացման հետ, համաշխարհային դրամատուրգներից հավաքված մի կոլաժ, որի սցենարային, հա, այդ կողմը Վլադիմիրն ինքն է հավաքել ամբողջ ներկայացումը, բայց ինքն ունի իր սյուժետային գիծը։ Այո, եւ այդ խենթությունը, ինչ որ տեղի ունենում բեմում, իրականի եւ անիրականի, մենք թեպետ իրեն անվանել ենք երազ մեծահասակների համար կամ սարսափելի վատ այդպես հեքիաթ ներողություն սխալվեցի, հեքիաթ մեծահասակների համար սարսափելի կամ վատ երազ, բայց կուզենամ, որ վատ եւ սարսափելի բառերից մարդիկ չսարսափեն։ Հա, այդպես շատ լուրջ չվերաբերվեն այդ բառերին։ Այո, ուղղակի։ Բավական շատ հումորային էլեմենտներ ունի։ Այսինքն վերնագիրը պետք չէ ընկալել այնպես, ինչպես որ բառի բուն իմաստով է ներկայացնում։ Ինքը ֆանտաստիկ ներկայացում է, այդպես ասեմ։ Իդեպ մայիսի 22-ին խաղում ենք, անպայման ես ուղղակի կոչ եմ անում հատկապես երիտասարդներին, այսպես ասեմ, 16 տարեկանից բարձր։ Ինձ էլ հաշվեմ դրա մեջ։ Այո, անպայման ձեռք բերեք տոմսերը եւ եկեք ներկայացմանը։ Մայիսի 8-ից եկեք այդպես ամսվա սկզբից։ Հետո արդեն խաղացանկին։ Այո, հետո խոսքը արդեն կփոխանցեմ էդիտան, ես առաջարկում թատրոն 8-ը թատրոնասերների համար, այսպես կարող ենք ներկայացնել։ Մայիսի 8-ին ես կինեմ ներկայացումն է, արդեն 12 տարվա պատմություն ունի, դոկումենտալ ներկայացում է, դոկումենտալ հիմքի վրա բեմադրված ներկայացում է, 3 կին, 3 պատմություն, կանայք գտնվում են դատարանում, այսպես մի փոքր բացեմ եւ խոստովանության շեմին են։ Պատմում են իրենց պատմությունը, ինչպես են հասել դատարան։ Էդիպ ներկայացումը մայիսի 16-ին է եւ այն մեր բոլորի մասին է ներկայացումը։ Իհարկե ամեն մարդ ըստ իրեն է ընկալում ներկայացումը եւ ամեն ներկայացում ունի իր բացատրությունը ըստ տվյալ մարդու եւ այդ պահի իր զգացողության, բայց եթե ընդհանուր այսպես պարզեցնենք, քանի որ ես մի փոքր նաեւ այսպես մատուցում եմ, հա, ներկայացումները, պիտի ասեմ, որ Էդիպը մեր բոլորի մասին է, որովհետեւ մենք ապրում ենք ինչպես Էդիպը ցավոք սրտի, եւ մեր աչքերը, որոնք ֆիզիկական աչքեր են, դա դեռ չի նշանակում, որ մենք տեսնում ենք եւ ընկալում ենք, եւ մեր ականջները, որը լսելու համար է, դա դեռ չի նշանակում, որ մենք լսում ենք այն, ինչ որ իրականությունն է։ Սա այսպես մի փոքր, հա, այդպես, ես կարծում եմ սա շատ կարևոր ներկայացում է։ Դուք այնպես ներկայացրիք, որ այսպես շահագրգռեցիք հեռուստադիտողին եւ հասնում եք այն կետին, որտեղ վայ, բա ինչ եղավ եւ այդտեղ կանգ եք առնում, կարծում եմ սա եւս շահագրգռող միջոց է, որ գալ եւ տեսնել շարունակությունը, ինչ որ եղել է, այնպես որ լավ է ստացվում, կարծում եմ։ Եվ այս երկու ներկայացումներն են, թե ոչ, արդեն մայիսի 22-ին քույրեր ներկայացումներ, որի մասին արդեն խոսել եմ, եւ ունենք նորություններ, էդիտան թող մի փոքր այդպես բացի։ Այո, սիրով։ Մենք մայիսի 30-ին ունենք պրեմիերա։ Ներկայացումը նել է ռուսերեն լեզվով։ Ասենք ներկայացման անունը բացեք։ Կարող ենք բացել։ Այո, կարող ենք ասել։ Պրեմիերա, ներկայացման պրեմիերա, անվան պրեմիերան անենք այստեղ էլ։ Խոսքը Դոստոևսկու Կրոտկայա գործի մասին է։ Բեմադրվելու է ռուսերենով, ինչպես արդեն ասացինք, ներկայացման դերասաններն են Ժաննա Հովակիմյանը եւ Մխիթեր Ավետիսյանը, իսկ ռեժիսորը Վլադիմիր Տարասյանցն է։ Բոլորին սիրով հրավիրում ենք։ Այո, իդեպ այս դեպքում պիտի խնդրեմ մեր հեռուստադիտողներին, որ թատրոն 8-ի Instagram-յան եւ Facebook-յան էջերին անպայման հետևեն, սա շատ կարեւոր է։ Դուք ներգրաված եք նաեւ այդ սոցիալական ցանցերում, առանց դրա չի լինում, ոնց հասկացել ենք,
Իհարկե եւ շատ կուզենանք որպեսզի մարդիկ հետևեն, դառնան մեր հանդիսատեսը, ինչու ոչ, եւ հետաքրքիր այսպես ճանապարհ ապրեն մեզ հետ, որովհետեւ հունիսին եւս մեկ պրեմիերա ենք ունենալու։ Դրա մասին դեռ կխոսենք այս պահի դրությամբ Մխիթարը ուղղակի մի քանի օրով այդպես քաղաքում չէ եւ գուցե պատճառն էլ նաեւ դա է որ ես այսօր մենակ եմ, դե եկեք պայմանավորվենք, որ երբ գա, մենք մի հատ էլ կխոսենք առանձին այդ ներկայացման մասին։ Սիրով Մխիթարի հետ անպայման պետք է այդպես շրջենք բարի լույսերով եւ մարդկանց տեղեկացնենք։ Այո, դա շատ կարևոր է, հեռուստադիտողն իսկապես շահագրգռվում է ու մենք բարի առավոտում հաճախ ենք խոսում նման պրեմիերաներից ու առհասարակ մշակութային իրադարձություններից։ Թատրոն 8-ին եթե անդրադառնանք նաև վայրերը, որտեղ որ բեմադրվում են եւս առանձնահատուկ են եւ տարբերվում են մնացածից։ Երբ ասում ենք թատրոն, ավանդական տարբերակն է գալիս մեր աչքի առաջ, այսպես բեմ, լավ առանձնացված հանդիսատես եւ խաղացողներ, այդ թատրոն 8-ը նաև սրանով է տարբերվում։ Մի փոքր խոսենք նաև այդ ձևաչափի մասին։ Ես խոսեմ։ Կարող եք այսպես փոխանցել։ Չէ, լավ է ստացվում։ Այո։ Տեսեք, այո, ժամանակին այդպիսին էր թատրոն 8-ը։ Բայց ես չգիտեմ, ես ճիշտ եմ թե ոչ, գուցե սխալ եմ։ Բայց ես հասկացա մի բան, որ երբ որ դու տարբեր հարթակներում շրջում ես, մարդիկ քեզ չեն կարողանում տեղայնացնել։ Այո։ Ես համոզված չեմ, որ ես ճիշտ եմ, բայց ես այդպիսի համոզմունքի եմ եկել եւ այս պահին թատրոնը իր ամբողջ խաղացանկը այդպես տեղափոխել է մի վայր, դա տեխնիկային թատրոնի փոքր դահլիճն է, փոքրիկ հարթակ, 60 հոգանոց, շատ մեծ չէ եւ այնտեղ մենք այս պահին ներկայացնում ենք մեր ներկայացումները, բայց դե հետո ինչ կլինի, ինչպես մենք ճանապարհը կանցնենք, դեռ ես չգիտեմ, սա այս պահի իրականությունն է, որը կա, որովհետև նաև դժվար է մեր իրականությունը, երբ որ դու պետական թատրոն չես, երբ որ դու չունես որևէ հովանավորչություն, ինքդ դու ես քո հովանավորը, հասկանում ենք, հա, թե դա ինչ դժվարություն է, սա ուղղակի մենք այլևս չենք կարող ուրիշ կերպ ապրել, երբ որ քո մասնագիտությունը քո մի մասնիկն է, քո մաշկն է, չգիտեմ, արյանդ մի մասն է, դու չես էլ պատկերացնում եւ այդ դժվարությունները այդպես անցնում են, թեպետ միևնույն է դժվարությունը դժվարություն է գնում դրա հետ մեկտեղ այդ դժվարությունները եւ գուցե հենց այդ կետերում է երբ ետես նայում զարմանում ես թե ինչպես է անցել այդ ճանապարհը։ Այո, համաձայն եմ։ Տեղայնացնելու հետ կապված իրականում կարծիքներ ես էլ եմ շատ լսել, որովհետեւ այսօր մշակութային ոլորտում կան եւս ինչ որ թատրոններ, որոնք շրջիկ են եւ իրենց ինչ որ վայրով չես կարող տեղայնացնել, սա նաեւ միջոց է, երբ օրինակ ասում են Սունդուկյանի թատրոն, միանգամից վայրն էլ են հիշում եւ այդպես միտքը առաջանում է հանդիսատեսի մեջ, այնպես որ երկակի են կարծիքները շատ եւ կարծում եմ ընթացքում արդեն կողնորոշվեք կամ ինչու ոչ մի որոշ ներկայացումներ մեկ վայրում մնացած այսպես տարբեր վայրերում կարող եք համաձայն եմ ուղղակի խնդիրը գիտեք ինչումն է երբ որ մարդիկ քեզ նույնականացնում են որոշակի շենքի կառույցի հետ սա շատ ցավալի բան է իդեպ ասեմ սա այդքան էլ լավ բան չէ հիմա մենք մեր աշխատանքը նրանում է եւ Էդիտայի աշխատանքը նրանում է ես շատ շնորհակալ եմ իրեն որովհետեւ ինքը ինձ շատ օգնում է թատրոն ութին է օգնում, խմբին է օգնում, հա, որպեսզի մեզ ճանաչեն որպես թատրոն 8, իսկ թե թատրոն 8-ը իր կյանքում որտեղ կհայտնվի, որ պահին կհայտնվի, դա արդեն իսկ կարևոր չի լինի, կարևորը այն ներկայացումներն են, այն արվեստն է, որի մասին դու խոսում ես, զրուցակից ես դարձնում հանդիսատեսին եւ ուր էլ որ գնաս ինքը պիտի գա։ Մեր աշխատանքը այսօր Էդիտայի աշխատանքը դրանում է կայանում։ Թատրոնի մասին պատկերացում։ Այո, որովհետեւ մենք 2007 թվականից կանք։ Այո։ Ճանապարհ ենք անց։ Միանշանակ 2027-ին արդեն 20 տարին կլրանա, իսկ դա հսկայական այսպես ահռելի ժամանակ է։ Ես չէի հաշվել։ Այո, հաստատ մոտենում է 20-ին։ Հայացք ես անում, այո, մտածում ես որ արդեն ահռելի 20-րդ տարի բոլորում է գրեթե։ Եվ խոսենք մի փոքր նաև միջազգային համագործակցությունների մասին, եթե կան այդպիսին, Էդիտա կարող եք ներկայացնել, ինչ է կանում Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև մենք այդ սահմաններից դուրս էլ շատ կարոտած հայ հանդիսատես ունենք, որոնց հետ միշտ շփում պետք է պահել։ Երևի առաջին համագործակցությունը, այսպես որ կարող ենք ասել, սահմաններից դուրս, դա այն փաստն է, որ մեր ռեժիսորը
հայ է, բայց այս պահին բնակվում է Գերմանիայում եւ հանդիսանում է տարբեր մշակույթների գրող, որը իհարկե անդրադառնում է իր աշխատանքում եւ այն ավելի հետաքրքիր է դարձնում։ Երկրորդը, ինչպես Ժաննան արդեն նշեց, աղախինները եւ որ հին ներկայացումները անցել են երկար ճանապարհ նաեւ երկրից դուրս։ 12 տարի քիչ չէ, կարծում եմ կհամաձայնվեք։ Այս պահին մենք շատ կենտրոնացել ենք Հայաստանի հանդիսատեսի վրա, այո, որովհետև այստեղ դեռ շատ երկար գործ ունենք անելու եւ այս տարի մեզ համար հատկապես ամռանը կարևոր է լինելու մարզերը։ Մենք պատրաստվում ենք մարզերում շրջագայությունների եւ եթե կան պետական եւ ոչ պետական կառույցներ, որոնք կուզեն համագործակցել, մենք բաց ենք առաջարկների համար եւ մենք փնտրում ենք հետաքրքիր բեմեր, որտեղ կարող ենք հանդես գալ, որովհետև մեր ներկայացումները դեռ շատ ասելիք ունեն, հատկապես երիտասարդ հանդիսատեսին եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիսատես, ով որ կգա ցանկացած ներկայացման, իր համար կտանի այն, ինչ պետք է այդ պահին իր ներսում է, որովհետև երբ մեզ հաճախ հարցում են, թե ինչի մասին են ձեր ներկայացումները, մենք ինքներս անընդհատ բանավիճում ենք, թե ինչի մասին է, բոլորի ամեն ինչի հա, չես կարողանում դու իդենտիֆիկացնել, որ այս ներկայացումը կոնկրետ այս թեմայի շուրջ է։ Ու մենք էլ անընդհատ բանավիճում ենք, թե ինչի մասին է ներկայացումը։ Մի օր մի գաղափար է ծնվում, մի օր մյուս գաղափար ու հենց դրանով շատ հետաքրքիր է։ Միանշանակ։ Եվ մեր հանդիսատեսն էլ դա կփաստի, որովհետև հաճախ երբ ներկայացումից հետո մոտենում են Ժաննային եւ մենք տենց երկար քննարկումներ ենք ունենում արդեն կուլիսներում, միշտ ասում են, թե ինչքան յուրահատուկ է, ինչքան նորույթ է։ Եվ բազմաշերտ։ Եվ բազմաշերտ։ Դա շատ լավ է, որ չեք կարողանում գտնել այն հարցի պատասխան, թե ում համար է, որովհետև այդպես շատ երկար է մնում հանդիսատեսի հետ։ Բոլորի համար է, գիտեք, բոլորի համար է։ Ես համաձայն չեմ, երբ որ շատերը գալիս ասում են, դե ինտելեկտուալ հանդիսատեսի համար է ձեր ներկայացումները։ Ես համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ, որովհետև եղել են դպրոցից աշակերտներ, 11-12-րդ դասարանցիները, որ նայել են եւ իրենք իրենց ուրույն պատկերացումն են ունեցել եւ արտահայտվել են, անգամ իրենց էջերում են գրել, բլեանցիները այնպես էին արտահայտվել էդիպ ներկայացման մասին, որ ես ինքս զարմացել էի, հա, իրենց աչքերով ինչպես են տեսել ներկայացումները։ Վալդորֆի աշակերտներն են եկել, քույրեր ներկայացումն են նայել եւ հետո երբ որ վերջում ես տեսա իրենք ինչպես էին այդպես ինձ կանգնած, հա, անհավանական ձևի փորձում հասկանալ առաջին բանը դու այն մարդն ես ով մի փոքր առաջ բեմում էր եւ այդ ինչերից էիք դուք խոսում, մենք պիտի գնանք ու դրա մասին մտածենք, քննարկենք։ Երևի դա այն ամենակարևոր նպատակն է, որին որ հասել։ Այո, եւ ասել, որ միայն ինտելեկտուալ մարդու մասին է ներկայացումը, իհարկե ոչ, որովհետեւ յուրաքանչյուր մարդ ինքն իրենով արդեն մի տեսակ է, մի աշխարհ է, դու ինչ գիտես իր ներսում ինչ է կատարվում եւ այդպիսի, հա, եւ այդպիսի տարանջատում ես անում։ Համաձայն եմ շատ, այո, յուրաքանչյուրը իր հետ ինչ որ մի բան տանում է եւ յուրովի նայում ու պատկերացնում է այն ինչ որ բեմադրվում է։ Շնորհակալ եմ։ Այո, թե ինչի այդ պահին ինչի մասն են քո մտքերը, դա հոգեվիճակը ինչպես է այդ։ Մի քանի անգամ նույնիսկ կարելի է դիտել մի ներկայացումը, որովհետեւ դու մի օր երբ որ քո մտքերը ինչ որ բանի մասն են, դու այդ ուղղությամբ ես գնում եւ այդ տեսանկյունից ես ընկալում տվյալ ներկայացումը, հաջորդ օրը այլ տեսանկյունից։ Այսինքն մեր ներկայացումները այնպիսի ներկայացումներ են, որոնք շատ երկար են քեզ հետ մնում։ Անտիր, այո, եւ դա ամենակարևորը։ Այո, միշտ կարելի է եւ թերթել։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Ոնց հասկացա, մայիսը պրեմիերա շատ է, առհասարակ են հին ներկայացումներն էլ հիմա նորից բեմադրվում են եւ հունիսին էլ ունենք պրեմիերաներ, որոնց մասին ինչպես պայմանավորվեցինք, դուք հիշեք Ժաննա, մենք խոսելու ենք անպայման։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար եւ թատրոնի մարդկանց, եթե ինչ պրեմիերաներ շատ պետք է մաղթել, որովհետեւ դրանով իրենց գործունեությունը հետաքրքիր է դառնում իսկապես։ Շնորհակալ եմ դարձյալ։ Հարգելի հեռուստադիտող, թե ինչ մեր հյուրերի հետ թատրոնի մասին էինք խոսում եւ մշակութային թեմաները բնականաբար չէինք շրջանցում, մեր եթերում հիմա գրագետ դադարն է եւ մենք դարձյալ շատ հետաքրքիր թեմաներով վերադառնալու ենք տաղավար։